Դեղին մազերով դեղին մազերով օրինակ եթե ես երգ ունեմ որը որ իմ չլինելու մասին է հիմա ես դա որ պայն հրապարակեցի մաման ինձ թվում է այնտեղ 4 օր դեպրեսիայի մեջ անգնելու ես ստեղծագործող այն ժամանակ երբ որ ես ունեմ արտահայտվելու կարիք ու ես չգիտեմ ուրիշ ինչ անեմ ինչ որ բայց սկսած պրոստը հետաքրքիր է եղել երգ լսելուց ոնց են вообще սարքում օրինակ շո բաներ ա փոխվել ասել լավա չլինի այդ երգը չեմ ուզենա լսեն հիմա այդ երգը անկեղծ ասում ես այդ երգը չեմ հասկանում ես խեմ թողարկել կլիպն էլ հետո Ոնց է տիպ ասում ես բարև ձեզ ընդհանրապես դες չի հետ շատ հետաքրքիր է ոնց է ընդհանրապես տենց ձևավորվել էլի քո երաժշտական ճաշակը որ տենց նոր խոսում ենք դրա մասին Ավրիլ Լավինյանն տվեցի բայց ի սկզբանե ոնց որ ձևավորվել է մեր տան կողքի սենյակից ինձ թվում է երբ որ ես մի սենյակում էի ախպերս ուրիշ սենյակում բարձր ինչ որ երգեր էր լսում ու տենց է ձևավորվել ոնց որ լսել եմ ինչ որ ախպերս է լսել իսկ ախպերս այն ժամանակ տենց ռոք էր լսում իրականում շատ ծանր չէ բայց Ավրիլ Լավին շատ եմ հիշում Coldplay եմ հիշում Linkin Park եմ թեթև հիշում դաժե то есть ռոք կողքից շատ եմ լսել առաջին իմ հիշած երաժշտությունները լսել եմ ոնց որ ախպերս սենյակից Բախտես բերել է էլի։ Նա բախտես բերել լավ ճաշակ ուներ։ Շատ ուրիշ բան կարա լսել էլի դրանից։ Բայց դրանից հետո էլ ձևավորվել է ինձ թվում է Disney, Nickelodeon, ինչ որ սերիալներից, High School Musical, չգիտեմ, Drake and Josh, Jonas Brothers, iCarly, Camp Rock։ Տենց ռոքային։ Իսկ տունի ինտերնետ եք ունեցել էլի։ Հա տունի դրել են այդ կողքից բան եմ արել։ Բայց մի հատ հետարքիր բան պատմեմ, հիշեցի այս թեմայից։ Ես հիշում եմ ես շատ փուճուր էի ու ախպերս Justin Bieber-ը նոր էր շուկայում։ Գիշես այն մանուշակագույն սպիտակ էր։ Baby դե չէ։ Baby երգներ, հա, ինքը вообще նոր էր հայտնվել, то есть ես հիշում եմ ախպերս կանչեց, ինքը բացայտել էր նայում էր, ասացել է նայ եսով, ասենց գնացի այն որ այդ կոդրն հենց լավ եմ հիշում, այդ իմ այսքան ժամանակվա Justin-ին հայտնաբերել է էլի։ Խոսքը ամեն ինչ ախպերս հայտնաբերում էր, ինձ պատմում էր, ես ախպերը դա մեծ տես նշանակություն ունեցա։ Բայց որ ասես ռոք, քո մյուզիկը տենց այդքան էլ որ sense ժանրային առումով թեկուս ընդհանրապես դրա մոտ չի, հետո այսքան դու ձևավորել ես քոնը։ Այդեն քո բանով ոնց որ պեղումներով էլ ես կոպիտ ասած դեպի։ Հա, բայց այդ ամենասկիզբն եմ ասում էլ, ինչ որ ոչ իմ ցանկությամբ ոնց որ լսել եմ ու դուրս եկել է, հետո քիչ-քիչ այդ գնացել է դեպի Ed Sheeran անկեղծ ասած, այդ եղել է իմ առաջին կումիրը, sense ասած, որտեվ գիտարով տղա էր, որ երգում էր իմ համար sense դեղին մազերով։ Դեղին մազերով։ Նախ առանջվի։ Դու տես Լսի հա առաջինը Ed Sheeran-ն է եղել, որ ես եմ ընտրել ինձ թվում է գիտես։ Պիտի հիշեմ, ես սպասի մի հատ հիշեմ։ Առաջին մարդուն, որ գիտարով տեսել եմ ու հասկացել եմ, որ դա ռեալ է, փուճուր ժամանակ դա եղել է։ Դե Coldplay-ն է կարա լինի։ Եթե այդ ժամանակ լսել ես իրանք էլ դետանց այդ մյուզիկը դեպի քո ժամանակ Ալչատ Էդ եմ լսել ու Camp Rock-ի Disney-ից դուրս եկած այդ Jonas Brothers, Demi Lovato, Miley Cyrus, այ Miley fan եմ եղել երկար ժամանակ շատ pop է եղել իմ մանկությունը rock-ի եւ pop-ի արանքում հա շատ բայց որ ասում եմ դու hip-hop այդքան չես սիրում քո տեքստերը որ երգերի լսում եմ ես հաղորդումից առաջ էլ լսում երեք նոր չէ էլի լսում էի հա ու շատ լավ է սա նախ որ YouTube-ում բաները lyrics-ը դնում ես շատ հավես է այնպես փորձում ես նույն տեքստը մտովի պատկերացնել hip-hop ինչ որ beat-ի վրա ու ինչ որ rapper որ կարդալ ինքը իդեալ է հա ինքը իդեալական բռնում է այդ ընդհանուր իր այդ ռիֆման իր այդ punchline-ները բան սա տենց հետաքրիր շատ գնում է ու զարմացա շատ որ տենց hip-hop չես տեսնում ու տվից թվում էր ազդեցությունը հենց տեքստ գրելու ոճի այդ բարձրության մեջ այդ խոսակցական storytelling այդ վիճակը ասկան hip-hop-ից էս ավելի շատ vocation-շվել երևի որպես այդպես փորձառություն ու զարմացա ոգևորվել եմ ավելի շատ vocation-շվել եմ singer songwriter ժանրից вообще ինքը իրանով ու հիմնականում Արտասամանյան այդպես տիպը ամերիկյան չեմ ուզում ասեմ, բայց արտասահմանյան singer songwriter ժանրը որ ասես բացում ես ժանրը մեր նայողների համար բացահայտ բան է ավելի բացի որ հիմա մի քիչ ինձ թվում է ժանրերը շատ են խառնվել ոճերը չես տարբերում արդեն որը ինչ է էլի իմ համար այդ singer songwriter գծիկ folk վիճակը չգիտեմ Lizzie McAlpine Taylor Swift-ն է դաժե ինչ որտեղ գրվում դրա տակ չենց այդքան շատ Taylor չեմ լսում բայց այդ գիտարով տեքստավոյ վիճակներն է
այն ինչ որ ես անում եմ կոպտեսից, այդ շատ այդ ժանրին համապատասխան է ու մի շրջան կար, որ ես ոնց ասեցի Dodie եմ շատ լսել, Lizzie McAlpine եմ շատ լսել, Ed Sheeran-ը լավ, principi տեղ մի քիչ շատ է pop է դա, բայց մտեղ էլ է տեղանում էլի։ Ինչ եմ լսել։ Մտքիցս թռնում է բնականաբար, բայց չէ, ավելի հետաքրքիր ոչ թե որ կոնկրետ, հա, մարդիկ հասկացան, ինձ որպես հետաքրքիր ավելի թե ինչն է sense ոչ թե վերցրել, այլ ինչն է օգնել, որ քեզ ինչ որ ստա։ Բացի քո անձնական կյանքի փորձից կամ քո կարևոր բան ասեմ, որ նախ իմ էլ վերադառնամ աղբորս էլի։ Ես շատ եմ համին նայել աղբորս մեծ ու ինքն էլ դե պոետ է գրում է ու տեքստը вообще խոսքը մեր ընտանիքում մեր տանը շատ կարևոր է եղել ու խոսքի նշանակությունը մամաս էլ հոգելեզվաբան է ոնց որ խոսքի հետ կապված ամեն ինչ մեր տանը շատ կարևոր է եղել ու ես փուճո ժամանակվանից ոնց ճիշտ ձևակերպել, ոնց հասնել տեղ, այդ ամեն ինչի մեջ նստած է եղել։ Ավելի շատ ինձ թվում է սերը դեպի տեքստ եկել է անձնական դեպորցից ընտանիքից ու երաժշտությունը երրորդ տեղում է ինձ թվում է էլի։ Բայց ավելի շատ պոեզիա եմ ես պոեզիա եմ երևի սիրում, քան օրինակ հիփ-հոփ եմ լսում, չգիտեմ դες կարամ ասեմ։ Ու հա։ Հիփ-հոփ ռաս եմ շատ սիրում, մոռացա ես քեզ ասեմ, բայց ռասի համար խենթանում եմ։ Մյուզիկի ավելի շատ։ Իր գաղափարների, իր տեքստերի, իր ինտերվյուների, իր մտածողության, թե ոնց է ինքը գրում, ինչ որ գրում է, ամենաշատը ռասին եմ սիրում, եթե ոչ հայկական կամ ռուսական, ապա ինձ ամերիկյան վիճակներում ռասին եմ շատ սիրում։ Բանն է, մեր շատ անկեղծ տեքստերի առումով, որ շատ անկեղծ է, դա Kid Cudi-ն է մեկը։ Ով? Kid Cudi-ն ինքն է շատ անկեղծ, որ դաժե կարող դնի իր ու մամայի հարաբերությունների մասին պատմի, թե հետո ինքը ասի, որ տես տիպը չգիտեմ, ես ինչ որ X ժամանակ կակային բանտ ինչ որ նարկոտիկ եմ օգտագործել, sense բաներ եմ արել մամական, ինչ որ տենց շատ անձնական, որ ինքը տոպերից է իր անձնական կյանքի մասին որ տեքստերով պատմում է։ Ես նենց կուզեի մենք հələ ես փորձում եմ, բայց մենք հələ չենք հասել այն կետին, որ այդքան բաց մենք գրենք։ Տենց չգիտեմ զգացել ես թե չէ, բայց շատ բաց ոնց որ օրինակ մի քիչ առաջ խոսում ենք որ Eminem-ի այդ Clean Up My Closet-ը որ մամային թաղում է ուղակի եւ այդ երգով է ներողություն խնդրում այդ բան EP2-ի մեջ հիշում եմ բայց այդ տենց բաներ տենց այդքան անկեղծ այդքան բաց մենք հələ չունենք դե մեր մոտ հիմա շատ ենք ամաչում ոնց որ ոչ թե ամաչում հիմա թե լական մարդիկ ովքեր որ մի քիչ հայկական շուկային որ մի քիչ տենց բաց դեպի տեքստը գնում են բայց հիմնականում իրանք էդի պրոբլեմն է ու իմ այդ մարդիկ ովքեր եղել են հենց երաժիշտներ խոսել են իրանք դրա մասին ոնց որ ասել են որ հա տենց է որ իրանք հանգիզող են գնում այսինքն ուղղակի ռիթմիկայի հանգի համար իրանք բան են անում իրանց միտքը գործում են իրանց միտքը վարի տալ բառն է գալիս մտքից բայց քոնը լսելուց ես հատուկ դրան ուշադրություն էի դարձնում այդ ֆակտորը շատ քիչ էր որ ես տեսնում դու ուղղակի ինչ որ հանգ ես արել ինչ որ բառ ես ասել որ ես չեմ կորա ես չեմ երգի հա բայց հա բանն է որ ինքը բան է մեկը ականջի բան է նստում տենց էլ այսպես ռիթմից չես ընկնում շուտ բան չես կորցնում ասեմ հետաքրքիր որ իմ կնից մեկն էր կարծեմ ինձ ժամանակին հուշել թե քննարկել ենք չեմ հիշում բայց կարևոր է բառերը ոնց ես արտասանում ու կարա ինքը պրям ռիֆմայով չբռնի օրինակ չգիտեմ նահանգ երանք չգիտեմ չբռնի նգյով բայց ձայնավորի շնորհիվ դու իրան նենց համել ասես որ ինքը նստի ականջին դա շատ կարևոր է էլի մարդիկ խորանում են որ չգիտեմ առյուծի հետ ինչ հանգ լինի որ բռնի բայց կարա չվերջանա յուծով օրինակ լրիվ ուրիշ բառ լինի բայց նենց ասեսի անենց մատուցես նենց տեղ շեշտ դնես որ ականջին նստի այդ օրինակ իմ նենց չի երգը ինքը principi կարա ռեփ լիներ բայց ռեփ չի հա ես դետ էի ասում որ դեմը կոնկրետ բառը գնում է էլի sense պատմությունը ու մոտավորապես 4 րոպեանոց երգը որից երևի 3 րոպեն ուղակի տեքստ է գնում կրկներքը շատ կարճ է ու ամեն ինչ բռնացրած է ու նենցա ոնց ես ուզում եի որ լիներ որովհետև իմ համար այդ շատ կարևոր է էլի ես կարող եմ նստեմ 4 օր մտածեմ մի տողի վրա հիմնականում հեշտ եմ գրում բայց լինում է որ ինչ որ մի բանը sense ճիշտ չի դասավորվում իմ ուզած ձևով ու կարող այնքան մտածեմ որ պրոստը գա իսկ ոնց ա եղել տենց այդ առաջին քո փորձը որ
սկսեցի տեքստ գրել ու ասեցի տենց վախը կա շատ անկեղծ լինելու բան չէ որ լավ կարողա չնամ դաժե մաման պապան լսեն ասեն ես ինչ տանջատել եմ այդ մասը տենց վայ բալա քո էսենց բան է ինչ ասենց լինում է մեր մաման էլ շատ նուրբ էակա ու նենց է ստացվել մեր մամայի ու պապայի կյանքում որ իրանց երկու երեխաներ ինչ որ ստեղծագործող են ու երբ որ դու ստեղծագործում ես հա ինչ որ բաներ քո մասին են այստեղ մի քիչ բան կխոսեմ էլի սոժ մամաս նայելու ինչ որ բաներ քո մասին ինչ որ բաներ կար քո մասին չլինեն դու կարաս իրականում դու կարաս ուրիշի պատմությունը վերցնես գրես ու ոնց որ օրինակ եթե ես երգ ունեմ որը որ իմ չլինելու մասին է հիմա ես դա որ պայն հրապարակեցի մաման ինձ թվում է այնտեղ 4 օր դեպրեսիայի մեջ անգնելու բայց ես չեմ կարող երբեք բացատրեմ մամային էլ ես ինչի եմ այդ գրել որովհետև ոնց որ նորմալ է ուզում եմ ասեմ այդ նենց բանը որ դու չես կարող հաշվի առնես շատ էլի չգիտեմ չէ որ խոսում ենք նոր բանից այդ ուրիշ տեղ եմ գնացել պատասխանեցիր հաստատ ուղղակի որ ասում էիր մեր մոտ հիմա այդքան էլ մարդիկ անկեղծ չեն իրանց տեքստերը այդքան չեն սիրում բաց դինել խոսալ այդ ոնց որ հենց այդ դրա մասին որ ոնց որոշ ուրիշ ձև չէի կարող գրեի այսինքն կամ եթե գրում եմ ես պետքա իմ անձնական ոնց որ փորձից իմ այն ինչ որ ես զգում եմ գրեմ նախքան դրանից որ դու ես գրում այդ մեկ ես ստեղծագործում եմ ժամանակ երբ որ ես ունեմ արտահայտվելու կարիք ու ես չգիտեմ ուրիշ ինչ անեմ то есть ինքը չի կարա լինի ոչ անկեղծ ինքը այնա ինչ որ ես կարամ ասեմ քեզ օրինակ կոպիտ ասած ես այդ վերածում եմ տեքստի երգի մելոդիայի եւ այլն շատ քիչ դեպք ա եղել չհաշված օրինակ պատվերները երբ որ ինչ որ մի բանի մասին ասում եմ որ չգիտեմ պատմություն են պատմում պիտի գրես իտո էլ ես ինձ դնում եմ այդ հերոսի տեղը ու փորձում եմ անկեղծ լինել բայց բացի այդ դեպքերից շատ քիչ ա եղել որ ես ինչ որ բան գրել եմ իմ զգացմունքներից ու զգացածից դուրս ոնց քիչ ա եղել էլի որպես հեղինակ կատարողի պարապունք արել եմ շատ բայց որպես Yellow Heart-ի թողարկում գրեթե չի եղել էլի տենց դե սկսել ես բանով պրոդյուսինգով այսքան առանջ Ես вообще սախկյանքից միշտ պատմում եմ, ես вообще սկսել եմ դասական գիտարով եմ սկսել, դասականով, հետո ակուստիկ, էլեկտրիկ, ջազ, ինչ որ լիքը բաներ եմ փորձել որպես գիտարիստ, ու հասել եմ այն կետին, որ սկսել եմ գործկավորում ինքնուրույն սովորել, փորձել, բզբզալ, հետո իհարկե արդեն սովորել եմ նաև քոլեջում ու YouTube-ի շնորհիվ շատ բաներ եմ բացահայտել, բայց այդ ճանապարհից սկսել եմ տենց ինչ որ փորձելով էլի 0-ից անկապ բայց արանժիրովկայով եմ սկսել։ Մի հատ ծախսի տեղ անել ես էլի։ Չէ, բայց մինչև արանժիրովկա, բայց ներվ եմ մցրել։ Մինչև արանժիրովկան ես երգ գրել եմ, նոր ես քեզ խաբեցի հենց նոր։ Ես 13 տարեկանում իմ առաջին անգլերեն երգն եմ գրել ընկերուհու մասին։ Ընկերուհու մասին։ Հա, իմ ամենամոտ ընկերուհու մասին երգ էի գրել։ Գոնե ուրախ։ Հայ դիպ ինչքան շատ եմ ես քեզ սիրում երգեր ինչ որ։ Հիշում եմ էլի ոնց եմ գրել, դաժե վիդեո էի սարքել դրա համար։ Մինչև արանժիրովկան ունեցել եմ փորձ։ Հաստատ եմ ունեցել փորձ, ես քեզ լուրջ խաբեցի։ Արանժիրովկան սկսել են ժամանակ, երբ որ ջոկել են, որ մենակ գիտարով էլ չի հերիքում էլի ոնց որ։ Հա, դա ակուստիկ գործ է դա։ Ինչ որ բայց սկսած պրոստը հետաքրքիր ա եղել երգ լսելուց, ոնց են вообще սարքում։ Այն որ սովորական մարդու մտքով կարող է չանցնի, չէ՞, հիմա ես լսում եմ ոնց են սարքում։ Հա։ Պատկերացում կարող չլինի, չէ՞ որ ոնց է դա կատարվում։ Вообще սովորական մարդ, ով որ մյուզիկի մեջ вообще չկա։ Ես Կներես դες workshop-ել եմ, չեն ասում դրան դաս չեմ ուզում ասեմ շատ վեհանջում, բայց տենց հանդիպում եմ ունեցել, որ ու սկսում է տենց որ դուք ոչ պատկերացնում եք այդ երգերը որ լսում եք, իրենք ոնց են ստեղծվում, ինչի մեջ, ինչով։ Իսկ այդ կարևոր է, որ արտիստը գոնե մի քիչ գոնե իմանա։ Կարող է չտիրապետի ինքին բայց պատկերացում ունենա։ Այդտեղ կա մի հատ շատ կարևոր սահման, երբ որ դու սկսում ես շատ պատկերացում ունենալ, դու սկսում ես անիմաստ շատ մտածել։ Օրինակ ես քանի որ ունեմ գաղափար համ արանժիրովկայից, համ միքսից, համ եսի մինչերից, երբ որ ես երգ ուղարկում եմ միքս անելու, ես սկսում եմ ահա որ շատ, պետք է հատից շատ մտածել, խորանալ, մտնել այդ գործի մեջ։ Իսկ որ չհասկանայք, կասեի զգացականով, կասեի հա լավ է, հավատա։ Չէ, ասի լսի, գիտես, էս ները մի քիչ տեմբրը ոնց որ վերևների վրա է, շատ պետք է մի քիչ իջնի, то есть այդ չի մտնի ես իմ ստեղծագործության մեջ այտենց էլի, որտեվ այդ սկսում է ինձ իմ ստեղծագործությունից բան անել։ Հա, որպես բան է, հա։ Բզիկ է մտնում էլի։ Հա, հասկացա։ Արդեն ոչ թե որպես երգ եմ իրան վերաբերվում, այլ որպես գործ, որ պիտի իդեալական լինի, ճոգում ես։
Ես կուզեի չհասկանայի, պրոստը զգալով ասեի չէ լավա, չէ վատա, ու всё։ Այդքան է։ Չէ, բայց Չնայած հասկանալը օգնում է մեկ-մեկ։ Հակառակն եմ մտածում, ճիշտ է որ ասեմ։ То есть սահմանը պետք է տեղ ունենալ, то есть ստոպ դի կարնաս տասելի քեզ։ Ոնց որ ես ժամանակին շատ օրինակ նոր տարվա երգերը իդեան ամեն ինչը իդեան ձայնագրելը, միքսելը, վիզուալ մտածելը, promote անելը, թողարկել, սա եղել է 2 շաբաթում պատկերացրում։ Պատկերացա ուրիշ մարդաներ ինչքան երկար գոնե կտևի ժամանակային։ Հաստատ ավելի երկար կտևի։ Հավատայ որ ես եմ անում, այդ շատ ավելի դանդաղ է տևում։ Հա, երկար է տևում։ Որտեւ ես շատ եմ խորանում, իսկ երբ որ կա մարդը որ պրոֆեսիոնալ ում վստահում ես, հենց դու սկսում ես ասել, հա բայց կարող է այս մի քիչ այս sense լինի, ասում եմ լավ չես, որ հանգստացի։ Անցում անեն քո նոր ալբոմին, որը որ կոչվում է Կանաչ։ Բերենի կանաչ ալբոմ։ Կանաչ, հա։ Հիմա արի խոսենք նոր ալբոմից, Կանաչ ալբոմից, հասկանանք այս ալբոմը ինչի մասին է ու ինչի է կանաչ։ Չէ, դե կարաս հա ասես ինչի է կանաչ, դու ուղղակի լավ էսա կասես, եթե ուզում ես ասես, ասա, թե չէ, ինչ որ արդեն կող ալբոմը պետքա լսել որ հասկանալ ինչի է կանաչ, հա? Ինքը ալբոմ է, ոչ թե EP։ Չէ, ինքը EP է, պրոստը այդ EP-ն ինձ թվում է մարդիկ չեն ընկալում, ես յան ալբոմ եմ անդադ ասում, բայց ինքը EP է։ Հա, ես իմ կյանքում 10 անգամ ասել եմ, ես ինչ է EP-ն, ինչն է ալբոմը։ Շատ կարճ, պրոստը։ Ինքը EP է։ Հա, ինքը EP է։ Այո, 4 երգը EP է։ Հա, Սա պուճուրիկ ալբոմ։ Այս համերգիս ինտրոյի մեջ մի հատ տեքստ ունեմ, որ ինձ միշտ թվացել է, որ երբ որ սիրում ես, թիթեռնիկները պիտի լինեն, որ ինքը մոտենում է տագնապում է մարմինդ, քեզ թվում է թիթեռնիկը, բայց իրականում հետո ես հասկանում, որ այդ սխալ է։ Ճակում ես, երբ որ մեկին սիրում ես ու մեջդ բանը առաջանում, sense լարվում ես տագնապը առաջանում, թեկուս քեզ թվում է որ դա լավ է, բայց հետո որ հասկանում ես, հետեսնեմ, ճակում ես, որ լավ չի կամ որ այնքան ես սիրում, որ չես տարբերում քեզ իրանից։ Ես այդ խորը են շատ կրակով ինչ որ բանի մեջ եմ եղել ու հետո պարզվեց, որ այդ ճիշտ չի։ Ու եկավ մի հատ շրջան իմ կյանքում, որ հասկացա, թե համենայն դեպս իմ համար որ տեսակն է սիրո ավելի կարևոր, ավելի պրիորիտետ, ավելի ճիշտ, ու այդ խաղաղ հանգիստն էր, առանց ազատությունից չզրկելը։ Դու քեզ թե իրան։ Երկուսը իրար։ Հասկանալը, տարբերելը, սահմանները ունենալը, չգիտեմ։ Սիրել մարդուն ոնց ոնց կա ինքը, то есть ի սկզբանե ոնց որ ընտրել։ Հիմա չեմ ուզում շատ ես երբ սիրել եմ ոնց ոնց իմացել եմ որ ճիշտ է, բայց այդ ճիշտը փոխվում է ու ոնց որ էտել երգերն են որ լսես այն ժամանակ մի քիչ ուրիշ սիրո մասին էր, հիմա մի քիչ ավելի ուրիշ սիրո մասին է այս ալբոմը օրինակ։ Դե նույնն են մեզ սկզբի խոսակցան են գալիս որ հենց այդ քո անկեղծ լինելը որ պրոստը ուղղակի դու քո կյանքի փորձով կիսվում ես էլի այսքան այն ինչ որ դա նույնիսկ եթե ինչ որ բայ հասկացել ես որ օրինակ սերը պետք է sense լինի դու ոնց որ դրա մասին կիսվում ես ու դեպի ամենայն ոնց որ տեսնում ես քո սիրած արտիստի կյանքի ոնց էտապները ոնց են կզարգանում։ Իմ համար այդ այնքան օրինակ ցենց ասեմ հիմա փաստորեն ստացվել է որ այն ինչ եմ ասել քեզ երկրորդը գալու է կանաչից հետո բայց ինքը իմ կյանքի հետ էլ չի բռնում քրոնոն ոնց որ քանդվել է հիմա մի քիչ բայց դա էլ օքեյ տենց է լինում բայց հիմնականում հա այդ իմ համար հետաքրքիր օրինակ որ արտիստին լսում ես իր քրոնոն կյանքի պատկերացնում ես էլի ոնց է դասորը ոնց է գնում ու նաև հետաքրքիր է որ ափսոս այդ ալբոմը հələ դուրս չի եկել հաստատ հիմա երբ որ ես հաղորդում մարդիկ նայեն ու չել գալու մոտակա ուսում մեջ ձմեռն եմ պլանավորում բայց դաժե այնիշ չեմ ասել քեզ 1 ու այնիշ չեմ ասել քեզ 2 ալբոմների մեջ հստակ կա մոտեցման տարբերություն որ օրինակ այնտեղ դու ես մեղավոր ստեղ փաստորեն տենց ստացվում է ուղղակի ճում ես այդ անընդհատ մարդ երբ որ вообще ինչքան մեծանում ես ինչքան ճանապարհ ես անցնում ինչքան ժամանակ անցնում դու հետ ես նայում ճոգում ես որ բաներ կար որ օրինակ պրոստը դա ստացվեց ոնց որ ոչ մեկ մեղավոր չէր էլի բայց նենց է չէ կամ նշ չեն մեկը վատերս մեկը լավ ինչ որ տես բաներ չկա պրոստը քիչ-քիչ զգում ես ինչն է քեզ մոտ ավելի ինչը չէ ինչ կարող ավելի լավ լիներ ինչը չէ ճոգում ես տենց վատ ու լավի մասին չի նույնն էլ ալբոմները ես տենց մատուցում եմ որ այս մեկը խաղաղ սիրո մասին է բան բայց այն էլ էր սեր ոնց որ տարբեր դրսևորումներն են արդեն հարցավորներ ճիշտ է չէ որ բան կանես մտածում ես այն ինչ որ երգեր կամ ինչ որ նույնիսկ ալբոմ որ ինչ որ բաներ ա փոխվել ասել լավա չլինի այդ երգը չեմ ուզենա լսեն հիմա այդ երգը արդեն թողարկածներից հա այնակ այն ժամանակ որ ասում ես օրինակ փոփոխվում հա այդպես բան չկա չէ՞ մտածել դա հետաքրքիր է
նախ երբ որ երգը թողարկում ես ինքել քոնը չի դու իր հետ կապ չունես այդ պալյուբոմը ոնց որ տվեցիր դու մինչև թողարկումն էիր էլի իր հետ ինչ որ բանի մեջ հետո արդեն քոնը չի այդ երգդ մեկ երկու չէ մի հատ երգ ունեմ որ մտածում խեմ թողարկել ընդհանրապես դա ասա հիմա նա անկեղծ ասում եմ ես այդ երգը չեմ հասկանում ես խեմ թողարկել կլիպն էլ հետո բայց իրան կպահեմ որ մեկ-մեկ բացեմ նայեմ խնդամ ու դա էլ է նորմալ որ դու ինչ որ մի բանը կարա այդ պայն քեզ թվա որ վերջն է 2 տարի հետո նայես խնդաս Այս դրա մասին է ու դա նորմալ է ճոգում ես այդ նշանակում է որ մեծանում ես ոնց որ սկսում ես այն որ դու կարաս խնդաս քո արածի վրա այդ նշանակում է լավ է շատ լավ է շատ նշանակում է պրոգրես կա այնտեղ ինչ որ միտեղ ու ես ունեմ գործեր ամենաշատը այդ բայց ունեմ երգեր որ մտածում եմ խիեմ սենց արել էլի որ բայց կարայի սենց անեի հա բայց որ իմանա այն ժամանակ կանեի էլի դա հենց այդ փորձառությունն է որ շատ կարևոր է որ հասկանում ես գալիս է մատ պահ որ ասես հա լավ մի հատ այնց արտիստական նոր պահ կա կամ իմ մոտ է այդ կամ բոլորի մոտ է չգիտեմ բայց կա այդ ափսոսանքը պայտակ որ օր խիեմ ստեղ սենց արել արդեն թողարկել եմ մի տարի առաջ էլ չեմ կարա փոխեմ հա կարամ ռեմիքս անեմ բան բայց խիեմ սենց արել ոնց չեմ ֆայմել այդ ափսոսանքը կա ու այդ նենց ստոպի դե խոսում է աճի մասին ինձ թվում է հա բայց որ այդ բան չես կարա փոխես դե ասած քեզ դա արդեն всё քոնը չի ուրիշներին է հա գիտես ինչքան ես օրինակ չեմ սիրում այդ մի բան որ ինձ ուղարկում են որպես վերջնական վերսիա դա իմ համար շատ ծանր է շատ դժվար է այն որ всё էսա վերջնական է էսա որովհետև մարդիկ չեն հասկանում սովորական որ մենք գործ ունենք ինտերնետի հետ մենք գործ ունենք աշխարհի հետ ինչ որ մի բան sense գցում ես էլ հետ վերջի չի հա կարան վերցնեն կտրտեն ինչ ուզենան անեն չես կարանես ինչպես որ վերանալ всё ու ինչքան մեծ է պատասխանատվությունն հասկանում ես ասենք կարես մի հատ սխալ որոշումով վարի տասա Հիմա լավ է որ խոսացիր պատասխանատվությունից ոնց որ այս ալբոմով մի քիչ ավելի դրական կողմ ես ոնց հասկացա տանելու մարդկանց ախր կլիպերը նայես նենց լրիվ ուրիշ է ամեն ինչ ուրիշ է ու ոչ թե ուրիշ է ես չեմ այլ փաստորեն տենց պահը պիտի գա չէ որ տենց դրսևորես քեզ այդ կողմը բացահայտվի շատ հետաքրքիր է շատ լավ բանի մասին ես խոսում իրականում այդ պատասխանատվության որտեվ մեկ-մեկ մտածում ես այդ բառը մոռանում են էլի ինչ որ գործ անելուց առաջ շո երգեր ես լսում մտածում ես ինքը ինչ համա մտածում եթե ով այլն լսելու այսօր ասած քեզ բաց է ով ուզենա ինչ տարիքի ուզենա կլսի ու այդ բառը բայց ինչի մասն է այդ պատասխանատվության ու օրինակ այդ տարիքի որ օրինակ հայհոյանքով ինչ որ բաներ գնում այդ դեպի հետ է ստանում չէ հայհոյանք չէ օրինակ հայհոյանք դե հիմա հաստատ դրսում են լսում այդ հայհոյանքը բայց ուրիշ բանա գնալ այդ մարդու հետևից որովհետև ինչ որ x1 եթե քեզ շատ է սիրում այդ արտիստին իր հետևից գնում է չէ ինքը իր այդ մտքերի հետ կապված ինքը հաստատ իր հետևից գնում է հիմա օրինակ համար այս անգամ ոչ թե դրական ու բացասական այլ ավելի լուսավոր կողմից են հաստատ քեզնից լսելու շինեմ սիրո օրինակ ես դաժե այս կանաչ ալբոմի երգերի մեջ օրինակ կանաչ աչքերի երգի մեջ այնտեղ մի հատ մաս կա ինքը մեկը sense չի դու իմ սերն ես դու իմ էությունն ես ես պաշտում եմ դրա մասին չի երգը ճոգում ես նրա մասին է որ վայ փաստորեն սերը է սա ոնց որ այնտեղ երկրորդ մեջ օրինակ ասում եմ թիթեռնիկ էլ չեմ փնտրում դրանք խափում են ու ջարդում այդ բանը որ ես եկել եմ դրան հասկացել եմ որ չէ թիթեռնիկը ինչ որ տրիվոժնստի մասին է ուրիշ բանի մասին է որ փորը sense բան է լինում որ մեկին տեսնելուց այդ ուրիշ բանի մասին է ճոգում ես որտեվ իմ համար իմ պատկերացմամբ իմ այդ ճանապարհի վերջում կամ կեսին չգիտեմ հասկացա որ տերում ես հանգստանում ես այդ ավելի լավ քան այն որ տերում ես բան ես լինում sense ճոգում ես որտեվ բոլորին թվում է որ թիթեռնիկը օրինակ լավ է ես մտածում որ դա լավ չի Թվում միքսն է ավելի լավ դրա բալանսն է ամեն դեպքում ամեն ինչ լավ ավելի լավ է նո կամ որ հետաքրքիր է էլի լսես չգիտեմ արդեն լսել ես թե չէ բայց որ նա պիտի երկերը բառերը էլի բացես պրինցիպի չեմ շեղվել ես իմ ոչից էլի որ բառերը բացես ու տները նայես մանավանդ շատ դեղին սրտյան է էլի շատ ու էլի կներես անդադ ընդհատում եմ բայց բառնավոր խոսամ էլի որ ասում եմ բառը ես հաճույքով լսում եմ չգիտեմ օրինակ ինձ թվում է էդ էլ չեմ ասում որ տիպը չկա տենց բան բայց այդ ոճի երգ սիրո մասին մեր ինդուստրիայում չկա ճոգում ես ու ես կուզեի լիքը լիներ բայց որ ասում եմ չկա նշանակում է որ շատ քիչ է իմ հաստատ ինչ որ միտեղ ինչ որ մեկը երգ գցած ունի տենց այդ վիճակի բայց քիչ է շատ չկա
Այդ ֆոլկվի վիճակում պուպուշ սիրո մասին երգել, բայց չներառել բառեր, որոնք ջարդում են ու արհեստական են սարքում, այդ չունենք ճոգմաս։ Բայց հաստատ կսկսենք ունենալ։ Գովում են բան, ինձ թվում է քո բերած ոնց որ նոր բան ես բերել հայերեն լեզվով, շատ կարևոր է հայերեն լեզվով նոր հնչողություն ես բերել, որը որ տենց դա գմփսնել բառն ենք ասում, օքեյ գմփսրել է։ Ոնց ուզում եմ բառից։ Գմփսրել է։ Ահա որ պարզա դարձել մեր շուկայում, այս մի 3 տարվա ընթացքում տարբեր մարդիկ, որ տարբեր բաներ փորձեցին, հիմնականում գմփում է միած սխեմը։ Ես հոգնել եմ այդ սխեմայից իրականում, մի քիչ ոնց որ հետաքրքիր չի էլի։ Որ ընդհանուր որ բան ես անում, ոնց կարաս բնութագրես, այսինքն ինչը սիրային թեմայով տխուր ինչ որ տենց ինչ որ բան։ Հիմա լուրջ եմ ասում, հենց հիմա բացես, ասենք չգիտեմ, Apple Music ենք մենք ստեղ լսում երևի top 10 բացես, նույն ռուսականները չհաշվի չառած, իտո էտել в принципе կարաս ռուսականն ու հայկականը համեմատես, տենաց որ նույնն է, նույն սխեման է, այն երգերը, որոնք որ գմփում են հիմա, մանավանդ օրինակ Իգական սերի ներկայացուցիչների մոտ, դա տղեկը ավելի շատ կամ այն մի քիչ ավելի հայկական կողմ են տանում կամ ռեփ, փոփի մեջ եմ ասում, էլի նույն սխեման է։ Չեմ ասում վատ է։ Երգեր կան, ես շատ եմ սիրում ասենք, բայց ոնց որ սխեման նույնն է, էլի այդ մի քիչ ուրիշ ալտերնատիվ, այն ժամանակ մենք ալտերնատիվն էինք, հիմա էլի ալտերնատիվի կարիք ունենք, ճոգում ես։ Դե կարող է լսեն, ասած քեզ եթե թվերին հետո նայեն, տեսնեն լավ աշխատել, կարող է իրենք սկսեն փորձել կամ կարող է տենց լսեն կապ չունի այդ աշխատել, չաշխատել է դիտոկի ճոգում ես։ Օրինակ ես այս կանաչ հետ կապած եմ, որ մեր որը կգմփցնի, ինձ թվում է կանաչ աչքերն ու սերես սիրում եմ քեզը կգմփցնեն։ Մանավանդ սերես սիրում եմ քեզը, որովհետև ավելի sense ինչ որ այս վիճակի մեջ են էլի ակտիվ ֆոլկվի։ Ինձ տենց է թվում։ Տենց եմ զգում։ Տեսնենք, բայց այն երկուսի համար ավելի շատ ես անհանգստանում, որ բայց կուզեիր այն երկուսը ավելի շատ։ Չէ։ Լսի, ես կանաչ հետ կապված sense բոսարել սիրում եմ, ես իմ։ Չէ, ամենաշատը սերես սիրում եմ քեզն եմ սիրում, իսկ։ Լավ, արի ուղղորդես ինչ-որ բան, ավելի լավ է բան չանենք, լավ։ Չէ, գնացեք այդ լսեք։ 4 հատ երգ է, էլի, այսինքն չի տենց։ Բայց գիտես իմ համար ինչքան կարևոր է ալբոմի դասավորելը, ասենք, դու որ մտնես իմ մարմնի ու գլխի մեջ ու հասկանաս ես ինչքան եմ խորանում ալբոմի cover-ի, ալբոմի չգիտեմ հերթականության, ես այնքան եմ խորանում, ես մոտ մի 20 հատ review եմ արած ալբոմների, վստահ եմ չես նայել, բայց տենց մնացի շատ տեղակ են։ Էլի մոտավոր տենց ես ինչքան ալբոմ տեսնում եմ, դրանց review-ները, այս իմանա։ Բայց ես ինչ նայ հետաքրքիր որ կյանքում չես իմանա այդ օրինակ նպատակը որն ա եղել այդ ամեն ինչի տակ էլի, դա հետաքրքիր շատ։ Այդ ալբոմների, հա, դե կարան միջև այդ մարդուն չնստես հետ, այսինքն ոնց քո ոնց հասկանաս։ Իտո կարող էլի չասի։ Հա, կարող էլի չասի, հա, կարող է չասի, թե չէ, ես ալբոմ, որ ասում են ալբոմ, նայ կա մտելի բան, դա կա mixtape ալբոմներ ու կան արդեն կոնցեպտուալ ալբոմներ, չէ։ Դու mixtape ալբոմը, հա, օքեյ, ինքը տենց ինչ-որ տարբեր ուղղակի լավ երգեր հավաքել է կամ հավաքել է գլխի գցել։ Իմ համար ալբոմը հենց պետք է հենց կոնցեպտուալ լինի։ Որը շատ քիչ է տեքստացի, вообще ալբոմով քիչ մարդիկ են մտածում։ Քիչ է շատ քիչ է։ Շատ։ Օրինակ հիմա արտասահմանում միսած արտիստներ, որ ալբոմ են հանում, հա կարող է ձևի համար ինչ-որ single գցած լինեն մինչև այդ առաջ տալով նայեմ, բայց ես պիտի ալբոմով լսեմ։ Իտո դաժե Ռուսաստանում ալբոմով են հանում ու դու որ լսում ես, զգում ես այդ ինչի է տենց դասավորած օրինակ։ Նույնը ոնց որ քիչ մարդ անում։ Կինոից հատված գցեն պրոստը։ Հա բայց այդ խնդիրն է կա, օրինակ ես ինչ ուզում ես արա, այդտեղ մի հատիկ որ երգում ես, ավելի լավ աշխատում, քան ալբոմը։ Հիմա էլի ստացվում որ դու պիտի զոհաբեր ես, էլի զոհաբերում ես ինչ-որ բան։ Հենց հիմա իմ երկու ընկերները, ռեպեր ընկերները տենց են անում։ Ու ես ինձ գրել եմ կամ ցույց տամ, ասեմ խեք սենց անում, ասում դե սենց աշխատում է։ Մի հատ ավոր կարևոր բան ասեմ, այս վերջս Ռասի ինտերվյուն էին նայում, այդ սենց մնացել է մեջս, էլի։ Ռասի ինտերվյուն էին նայում, որտեղ ասում է դու հիմա ինչ-որ բան կարաս գցես, ու այդ մարդիկ կարան լսեն 5 տարի հետո։ Ես սերիալներ կա, կինոներ կա, որ սաղ աշխարհը ինձ մոտ տեսել է, ես նոր եմ դրանք նայում ու կամ սիրում կամ չեմ սիրում։ Արտիստներ կա, սաղ աշխարհը իրենց լսում է, ես նոր եմ բացահայտում իրենց ու եթե սիրում եմ, դառնում եմ ֆան։ Դա իսկ դու չես կարող ակնկալես, եթե դու ուզում ես սարքես մնայուն բան, դու չես կարող ակնկալես, որ դու բան գցեցիր, EP գցեցիր, всё, եթե մի ամսում չգմփած էլ երբեք չի աշխատելու։ Դու չգիտես որ պահին ով կմիանա քո արվեստին։ Երբ որ դու արտիստ ես,
Օրինակ ես որպես հեղինակ կատարող ինձ թվում է որ ինձ ամբողջ Հայաստանը օրինակ արդեն լսել է, պրոստը կամ սիրել է կամ չի սիրել։ Հաստատ հիմա դուրս գաս փողոց օրինակ, լիքը մարդ կլինի, ովքեր հələ չեն լսել, հələ չեն գտել, հələ չեն հանդիպել։ Կարող է հանդիպեն սիրեն, կարող է հանդիպեն вообще չսիրեն։ Միանգամյա չի ջոգում ես։ Դե համար ես հիմա այդքան փորձում եմ ինձ անընդհատ հետ բերեմ այդ ռասի մտքին ու հիշացնեմ, որ եթե դու ինչ-որ բան գցեցիր ու դա այդ պահին չգմփած, դա չի նշանակում, չգմփած, չաշխատես, չլսվեց, չհասավ տեղ, այդ ավելի ճիշտ է։ Այդ չի նշանակում, որ ինքը մինչև իր կյանքի վերջ չի հասնելու տեղ։ Միտքս այն էր, որ դաժե այն երեխեք են արտիստները հայ բուջուր, որ նոր են կամ սկսնակ, չգիտեմ, ովքեր նոր են ինչ-որ բան են անում, գցում ու դա չի աշխատում, դա չի աշխատում հիմա։ Հա կարող է երբեք էլ չաշխատի, բայց նաև այնտեղ շանս կա, որ ինչ-որ պահի, ինչ-որ մեկը կարա քեզ գտնի ու այդ ինչ-որ արդյունք տա, չէ։ Հիմա ես նոր սկսում եմ քաղել, ասենց ասած քաղել պտուղները իմ 3 տարի առաջ արած գործի։ Ինքը կարող է այդ պահին չլինի միանգամից ճոգում ես ու դրա համար մտածել, որ հադե սինգլով գցեմ, որ աշխատի, ալբոմով չգցեմ, ես մի քիչ փորձում եմ ինձ հիշացնեմ, որ դու պրոստը արա այն ինչ որ ուզում ես, որտեվ ես որ պայն արել եմ այն ինչը որ մտածել եմ ավելի ճիշտ է, ավելի շատ է, ավելի հեշտ կհասկացվի, ես հետո փոշմանել եմ դրա համար։ Քիչ եմ արել այտենց, բայց եղել է դեպքեր, որ արել եմ։ Իսկ երբ որ արել եմ պրոստը այն ինչ որ ես պատկերացնում եմ, որ կայֆ է, այդ աշխատել է միշտ։ Ու զգացվում է։ Ու դա զգացվում է, վստահ հիմա իմ երգերը բացես, դու որպես մարդ ով որ չգիտի մանրամասները կջոգես ես որն եմ արել, որն եմ ես, որն եմ մի քիչ, մի 10% գցել մեջի ինչ որ ուրիշ բան։ Դու կարաս ասես, ես էլ կարամ բացեմ, հենց հիմա ասեմ, չեմ ամաչում էլի։ Բայց փաստորեն որ ինչ որ ես արել եմ առանց մտածելու, այդ ավելի ճիշտ է դուրս եկել վերջում։ Միշտ այդ բանը աշխատում է, այդ ինստինկտը, որ դու հենց այդ բանը զգացիր, որ ուզում եմ որ սա լսեն, ես գործ եմ ուզում անեմ, այդ ոնց որ նույն առանջի մասին էր ասում, որ եթե ես թողեն, ես կարող եմ 7 ամիս հետո օրինակ եմ ասեմ, չէ, հենց այդ ամենահավես բանն է։ Մեր մոտ ոնց որ ստացվում է, ինչքան ասենք մեր մոտ բացասական բան ենք ասում, բայց այդ ժամանակավարը դիները շատ կարևոր է։ Հա, պետք է ուղղվի, ուղղակի դեռ չի գալիս այդ բանը, ինչ են ասում, այդ շրջանը մարդկանց մոտ, որ օքեյ, կարեմ երկը 3 տարի, 4 տարի հետո նոր մարդիկ սկսի նոր կյանք ապրել, էլ եթե 10 օր ու մի ամսում չաշխատեց։ Բայց եթե մենք այդ բանի մեջ ենք, sense ուզում ենք դի գայսա գոման աշխատելու Հա, իրականում այդտեղ մի շատ մեծ ճնշում ունի, պլյուս եթե հասարակ բան եմ ասում, բայց եթե ես ինչ որ պահի չդնեի ռասի այդ ինտերվյուն չնայի, այդ պահը չլսեի, ես կարող չֆիքսեի այդ միտքը օրինակ, ոնց որ չմտածեի դաժե դրա մասին, որտեվ ես այդ ինտերվյուն գտել եմ, երբ որ ես շատ հոգեբանորեն վատ էի այս վերջերս, չեմ հիշում ինչ հետ կապված, այդ ինչ որ մի հատ ճնշում կա օթում թվերից, սոցմեդիայից, չգիտեմ, ինչ որ մի հատ ճնշում կա օթում բոլորիս կյանքում ու թվում է որ մի տեսակ մեր արժեքը ինչ որ վերածվել է թվերի, որոնք դու չգիտես ճիշտ են թե չջոգում ես։ Ու այդ մտքերից այդ ամեն ինչից հետո հիշեցի ես ում եմ այս կյանքում ամենաշատը որպես արտիստ ու գաղափարները սիրում եմ։ Հիշեցի ռասի մասին իր գրքերը ամեն ինչ որ շատ եմ սիրում էլի դրեցի սա ինտերվյուները հերթով նայեցի այդ միտքը sense բռնվեց մոտս ու իմ անդադ հիշացնում եմ то есть եթե ես այդ չնայի ես կարող այդ միտքը չունենայի ճոգում ես եթե ես մնայի այդ բանի մեջ օրինակ մեկը բանով տենց ենթագիտակցորեն արել ես այդ հա բայց միտքս այն էր որ մտածում ենք ոնց որ պիտի անընդհատ այդ մեծ գաղափարին վերադառնաս էլի չպիտի ինչքան մոտենում ես մի բանին այդքան քիչ է ինքը երևում վատ է երևում պիտի անընդհատ sense հետ գնաս նայես մեծ գաղափարին բոլորս հասկանալ որ հա գցեցիր ես երգը մի ամիս բոլորը լսեցին всё բրծավ այդ ավելի կարևոր թե օրինակ այն որ մի օր ինչ որ մեկը գտնի այդ երգը դեպուս 3 տարի հետո ու կսկսի էլի նույն գծի նույն relate անել էլի մոռացա այդ բառը հայերեն ասոցիացնել իրան քո հետ քո երգի հետ հա դա ցած ավելի կարևոր բառ է ձեր իսկ թվում է լիքը մարդիկ կնեն որ կասեն հա ես ուզում եմ ինքը թող մի ամսում լավ աշխատի ես մի քանի տեղ երգեմ այդ լավ գումար աշխատեմ հետո կանեմ երկրորդը նմանատիպ նոր կարող շրջանգա ես էլ այտենց անեմ դրա կարիք ունենամ ասում մի դատի ոչ մեկ էլի դե լա օքեյ նայես չէ իմանենց ժամանակաշրջանում ես ապրում որ անընդհատ ինչ որ այտենց փոխվում է կանոնները խաղի ու դու չես կարա
մի բանի մեջ դինես, եթե դու տենց չես ասեմ, այդ level-ի, որ քեզ հենց տենց են անցալում ու դու արդեն ոնց որ ինչ մատուցես մին իրանք այդ երբման փուլն է, էլի ոնց հասկանում եմ, շատ երիս մոտ որ տենց պետք է շնորհություն փորձես։ Օրինակ նոր տարվա երգերից вообще այդ նպատակով չեմ արել ընդհանրապես, որ ասենք ինչ որ կորպորատ, եսի ինչ կանչեն երգեմ, ես вообще այդ նպատակով չեմ արել, բայց հետո ինչ որ ինձ գնաց դեպի այդ դարձավ այդ։ Դա էլ շատ հետաքրքիր էլի, որ հիմա ինչ որ այդ երգերի համար օրինակ կարան կանչեն ինչ որ նոր տարվա ընթացքում դեպի։ Հա, բայց ես դրա համար չեմ արել, բայց փաստորեն թե հնարավոր է տենց երգերով ճոգում ես, ինչեւ չփորձես չես իմանա։ Դե լավ օրինակներ է, էլի։ Դե չվախենաս։ Հա։ Եթե դու վիճոր մեկն ես, որ նոր սկսում ես գրել ու ես ճանապարհ անցնել, պետք է չվախենաս։ Երբեք։ Ու ամենակարևորը պետք է չնմանվես ոչ մեկի։ Հենց այդ միտքը եկավ, որ իրա պես դու կարաս vocation-շվես, կարաս ինչ-որ բաներ վերցնես, ես էլ եմ այդ անում, ես ասենք նույն ինչ-որ passengers ինչ-որ բան կարող լսեմ, ասում էս ի՞նչ կայֆ է ու ինչ-որ էլեմենտ վերցեմ դնեմ իմ մոտ, ոչ թե որովհետև դուրս եկավ, որ սազեց, այդ նորմալ է, բայց պրոմ նմանվել ինչ-որ մեկին, եթե տենց արեցիր, կարաս էլ չանես, էլի, եթե պիտի կոպի անես ինչ-որ բան, արտիստ կա, չեմ կարա չասեմ, անունը չեմ հիշում, նորմալ, որ հայ չի, դրա համար հանգիստ ասում եմ, բանը lose control երգ ունի, այ Teddy Swims։ Տղեն այդ control բան ոնց էր copy-ն այդ արած, ստե փես տարած, ասենք այդ կնոպկեն իր մոտ աշխատում, հետո կարամ քեզ ցույց տամ, հա։ Տենց ինքը ինչ-որ տենց հետաքրքիր էր մի բա, հենց իմացա որ, ասենք սենց երկերը հերթով բան արեցի, ես երկը որտեղից է վերցրել, ոնց է վերցրել, նո sample չի արել, բան չի արել, չէ, ընդհանուր երկի մելոդիան բանը վերցրել է ու տենց ինքը հիմա շուտ տենց չեմ կարող լսել մորնը։ Կարա տիպը այդ օքեյ, էլի չդատեն ոչ մեկին, բայց այդ արդեն ոնց որ դու կատարող ես, ոչ թե օրինակ հեղինակ, ճիշտ է, դրանց որ դա սահման կա։ Հա, ոնց ասեմ, Չես կարող ասես ես հեղինակ եմ։ Կրկնօրինակել ու vocation-շվել հաստատ մեծ ինչ-որ բան երկու բառերի մեջ էլի։ Բայց նաև տարբերություն կա ու հերավորություն կա հեղինակ ու կատարող էտել։ Ոնց որ դու կարաս լյուբոյ բան վերցնես, դնես, կոպիանես, ջնջես մի քիչ փոխես, կատարես, բայց չես կարող ասես որ ես հեղինակ եմ, էլի։ Հա։ Այդ տարբերություն կա։ Մի հատ բխնդալու բան ցույց տա, չեմ հիշում, ես ինչ որ միտեղ ցույց տվել եմ թե չէ։ Մի օր իմ համար նստած եմ եւ TikTok-ում տեսնում եմ Conan Gray արտիստին գիտես, երևի չգիտես, շատ պապս է, ես իրան տեն շատ չեմ լսում, բայց ունի հայտնի երգեր շատ։ Լսում եմ այս տղու բան Family Line երգը ու ջոկում եմ որ լուրջ եմ ասում թե դա մենքի կրկներքը չի, մի հատ լսի։ Ու մեզնից ուշ է դուրս եկել։ Ես երգը չեմ կարա դատի տամ իրան, բայց Հա։ Արա շատ։ Նենց եմ էվորսից Արա հայտ, արա շատ խնդալու է։ Աս էվորսից ուզում եմ ասեմ խիես չեմ կարող ես դատի տամ էլի։ Բայց ինչ չես կարա։ Կարա։ Ասում եմ եղքին դատի տամ։ Հա, մենք նկարեցինք որ ասում ես ինչ լեյբլների մեջ հա, ասենք մի վարկանում բանը քանի միլիոն էր վերցրել այդ բանի Pharrell Williams-ի ու Robbie Tickeni այդ երգը 7 միլիոն են Marvin-ի ընտանիքը։ Սենց արտի դատի տալու համար այնքան է ծախսվելու, որ լուչը չտաս դատի պրոստը։ Բայց ինքը մեզից ուշակցել ես երգը, էլի։ Ու իհարկե հնարավոր է, որ պրոստը մտքին նույն մելոդիան է եկել, բայց շատ խնդալու է։ Դες դեպք եղել է, իմ ընկերների մոտ եղել է, FL-ով են աշխատել, FL-ով beat են հավաքել, այդ երգը բան են արել, ռիլիզ են արել, այդպես գցել են, հետո Kendrick-ի demo ալբոմն է դուրս եկել ու բարձվել է այդ Fear երգը նույն ոնց որ բան էլ է, նույն որտեվ նույն այդ բանով են աշխատել, ծրագրով են աշխատել, նույն sample-ն են վերցրել։ Հիմա բայց լավը տրեքը շուտ էին այդ երգը ավելի գցել, քան Kendrick-ը։ Պրոստը չէ, հետո բարդ ուսումնասիրեցինք, իմացանք որ նրանք են FL-ով աշխատել, ստացվեց որ նույն պրոստը բանն են, sample-ն են օգտագործել։ Ահա որ շատ լինում է այդպես, ասենք որ կամ նույն sample-ն ես վերցնում իտեղից, կամ նույն բանն է մտքիդ գալիս, լինում է։ Այսինքն դա բայց չէ, սա ուրիշ երգ է, շատ ոտ լավ է, դες լավ է, որ այո։ Իքը տենց հայտնի պապս է, հա։ Այս տղան շատ հայտնի է։
Այդ երգը 14 միլիոն ունի, այդքան հայտնի երգ չի, բայց ինքը շատ հայտնի։ Ինչ ինքը մտածել է, օրինակ եթե վերցնենք տենց բանալը վերցրել, հա, տենց խորացել է ինչ-որ տենց, yəni Հայաստանից ինչ-որ ով է իմանալու։ Նա կյանքում չես կարող իմանաս ոնց է եղել, կարող է պատահական է եղել։ Բայց ու բոցեն է որ մեզ բան, ես այդ շրջանում կոմենտ էին գրել, որ տիպը ես երգից եք վերցրել։ Որ մտի նայ որ։ Մտի նայ որ հա։ Լավ է, բայց հետաքրքիր է։ Ես հիշում եմ որ ժամանակին ինչ-որ 7 նոտայի համար մեր մոտ էլ էր, չէ՞, ինչ-որ մեկը մեկին դատի էր տվել։ Ես փուճուր էի, Անդրեն էր։ Ու չեմ անում։ Ոտենց շուտ դեպք եղել է։ Չեմ անում, այտենց ինչ եղել, բայց դե մեր մոտ էլ այդ ավելի ծիծ եղավ, որ մեր մոտ է ոնց որ մեր արտիստներից են իրենք իրանից են վերցնում։ Այս վերջերս նույնիսկ մի հատ շատ հայտնի երգ բլոկ է։ Պրոյեկտը բացում են նույն բանը, տոնը փոխում են։ Շատ հայտնի երգ էս վերջերս, շատ հայտնի երգ բլոկ արեցին, YouTube-ում չկա հենց այդ կրկնվելու պատճառով։ Բայց նա շատ են նմանվել այդ ոճի երգերը։ Ասում տենց մտ խնդալու հումոր էլ ունեն, որ պրոյեկտը բացում են, մի երկու բան փոխում են, նույն բառերը փոխում են, դառնում։ Իսկ բանը լավ տենց ինձ անցումի տեղ տվեցիր։ Ինձ ազատ ասում եմ էլի, այդ Երևան երգի մեջ որ դու գրել ես որ սեմփլ ես արել Թաթային, տենց իր հետ կապի, ոնց որ հարցրել ես։ Տենց ուղղակի արել ես։ Չեմ հարցրել։ Այդ երգի պատմությունը ես գիտեմ որ այդ երգի պատմությունը մտածեցի ու տենց Թաթայի հետ երբեք կապի չեմ եղել, Թաթայի պրոդյուսերի հետ եմ կապի եղել, բայց չեմ հարցրել անկեղծ ասած, որովհետև տենց շատ կարճ էի վերցրել ու նավսեկի մի քիչ ցածր եմ իանդրել, պրոստը այնքան էր ինքը սազումը տեղ, որ սենց պրոստը նստած էի երգն էի առանժանում, մտքիս եկավ, վերցրի եմ որ փոխեցի, ես իմ կտրտեցի ինչ որ բաներ արեցի, դրեցի, շատ սազեց։ Հետո եմ ցույց տվել, հետո զգուշացրել եմ, ասել եմ օքեյ, չէ։ Նա եթե միջև 3 վայրկյան, հա։ Հա ինքը սեմպլ է համարվում։ Ինքը սեմպլ է համարվում։ Նի սեմպլինգը համար դե չեն կարա։ Հենքան են անում դրա։ Չէ, բայց հիմնակ ես միշտ փորձում եմ գրեմ, եթե ինչ-որ բան վերցում եմ, դից գրեմ, ինչ-որ նշեմ, բան, դից միշտ փորձում եմ պահեմ, էլի։ Ու լավ է որ գրել էիր։ Այդ շատ լավ էր որ բաների մեջ YouTube-ի գրել էիր։ Չէ, արի Երևան երգի մասին, որտեվ էդ էլ է տենց նայեցի, տենց հրաշալի։ Արի ես մինչև այդ խոսան, քեզ չմոռանամ, էլի ես նվերս տամ։ Հա։ Շատ, ահա։ Ծրում էլի թեման։ Okay։ Ես կես ակնոցներ եմ բերել դերեն սրտի։ Ես սկզբից տայ որ դներ տենց սաղ ինտերնետ բանան է։ Մարդու կյանքում ակնոց չի սա։ Դեսաղ դերին է ռեսկ երեւ։ Վայ։ Չէ՞։ Կուզես նորից սկսենք մի հատ ոդքասթ։ Ինչ է, հա, էլի։ Դες լավ է գույները սենց։ Կարող ես դες կամերայի բալին դնենք, սենց ընդհանուր սենց գնա ոդքասթը գույները մեջ շատ ասազում քեզ։ Դες ուրիշ ես, այս գույների մեջ, հա։ Ինքը հատուկ։ Այդ օքեյ կլի անեմ։ Չէ։ Լավ, ուզում եմ, լավ։ Արժ կա։ Ասեք, ակնա չի ասում, չէ։ Սոզում եմ։ Լուրջ։ Թողել։ Okay, դավայ գնա։ Ասեք, սի կյանքում երկրորդ անգամ երևի ակնոց դնում կամ երրորդ։ Չէ, լավն ես։ Խապանտը ճիշտ ասում։ Կարաս Լիլիթի հաղորդում է դառնում։ Լավ, okay։ Երևանս լավ չստացվեց, հա, ոնց որ թեման ծրել։ Չէ, հս կդնել կողքս։ Երևանս Ինչ ասում։ Այդ երգը ես դեն գիտեմ որ շատ հետաքրքիր պատմություն ունի ինքը ինչ որ տես գրած բան եւ այլն սենց ինչ որ արի լավ է դու պատմի։ Տենց է սկսել, բայց դες չի ավարտվել, դա կարևոր է։ Դա ես սկզբի մասին, ավարտի մասին չի հարց։ Լեսի, մեր մոտ տենց շատ բաց եւ անկեղծ ասեմ, ինչ որ բա եկա, որ մտածում ենք լավ, ինչ կարելի անել, որ մի քիչ տենց այն հիշում ես, որ ասում ես սխեմա կա։ Հա։ Ինչ կարելի անել, որ մի քիչ ոնց որ էլի մեյնսթրիմ դեպի մի քիչ շեղվենք, շատ են գնացել ինդի ալտերնատիվ ինչ որ բաների մեջ ընկել։ Տենց իմ լավ ընկերն Արեգի հետ խոսում ենք, որ կարամ անոթ տամ։ Ոնց ձենը լսելու։ Տենց խոսում ենք, ինքն էր բզում ինձ, ճիշտ է, դու ես ինձ բզում ասում ես, դե մի քիչ ավելի կոմերչեսկի որ բան, ման ասում են, «Արա ինչ ուզում ես Երևանի մասին երգրեմ, լսեն սա»։ Ասաց հա, ասեցի օքեյ։ Դες ասկսել։ Հետո ու այդ կարծեմ հենց այդ նույն օրը ես գնացել էի բասիստիս տանն էի այդ ժամանակ, շուտով մեկն էր, չնց արդեն մեջս բաներ ընկել էլի, այն որ գիտեմ ոնց կարամ անեմ, ուզում ես անեմ։
չեմ ուզում պրոստը անեմ, բայց կարամ անեմ, տիպը հարը։ Ես որ չոր sense նստած գիշերվա 1-ին, չոր կատակով sense Երևան, sense բաներ էի անում, որ ուղարկեցի Նարեկին, ասես լավն է։ Ասի լուրջ։ Իրոք։ Այս մենակ այդ կրկներքի Երևանսն էր այդ ժամանակ, պետք է Երևանս որ տենց լինի։ Հետո բայց իհարկե տենց չէր կարա մնար գրազի շուրջը ամեն ինչու գրվեցին տները, որոնք իրականում շատ իմ սրտից են ու շատ այն ինչ որ կա։ Ես այս անգամ էլ եկա Երևան ու հասկացա, որ այդ երգը շատ ճիշտ է։ Կրկներքը կարող է գրազը եղել, բայց մնացածը գրած չի եղել։ Մնացածը շատ սրտից է եղել ու ես որ սկսեցի այն որ մտածում էի լավ ես ինչ եմ զգում իմ սիրած քաղաքի հետ կապ հանդեպ ու այդ նեղա քաղաքը մտքերն են շատ, то есть ինչ որ գրել եմ այդ տների մեջ շատ հոգուց է եկել։ Երևանի մասին ես երևի տենց կգրեի։ Դե արդեն գրել ես։ Դե հա, դե գրել ես, տենց եմ գրել։ Չէ, գիտես ինչն է։ Ինչ ես ուզում հարցնել այդ երգի հետ կապված։ Չէ, երգի հետ կապված այդ հարցը իմ մոտ էլ է շատ տենց ինձ թվում է շատերի մոտ է այդ հարցը լինում մնալ թե գնալու հետ կապված, որովհետև ընդ տեքստ կա թե կարաս մնաս, չէ։ Մնա թե կարաս։ Մնա թե կարաս։ Եվի տենց այդ մը չեմ ուզում ինչ որ կոնկրետ բան բնորոշումը տամ դրա, բայց ինչ հենց այն անկեղծ այն ինչ որ դու գլես, որտեվ կարանք հիմա տենց հասկանանք, որ ես չեմ ստացվեց մնալը։ Չէ։ Թե չէ։ Ստացվում է։ Լեսի չէ, իրականում այդքան իմ հիմա ստեղ չապրելը ու մի նպատակ իրականում, որը որ շատ շուտ է եղել այդ նպատակ ավելի քան այդ երկը ընդհանրապես լիբոյ բան։ Չէ, դե ավելի է ընդհակառակ է, որ արդեն հետո ես գրում այդ ավելի։ Բայց հետո չեմ գրել, առաջ եմ գրել։ Արի մեր ժամանակային տարածության ու ժամանակի մեջ տեղավորվենք։ Միջով գնալը դες գրել ես երկը։ Հայ ժամանակ է եղել։ Դե ուրեմն էս բարագայում հասկացել ես, որ կոպիտ ասած չէ ու տենց կարանք հասկանանք թե չէ։ Չէ, տենց պետք չի հասկանալ, բայց այդ միտքը հա ինքը մնա թե կարասը շատ Երևանի մասին է, որովհետև շատ դժվար է լիքը առումներով, բայց համել չես կարող գնաս, էլի, то есть այդ մնա թե կարասը շատ ակտուալ է ինձ թվում։ Հիմա համ հայնա, համ են ինգացքով։ Ես չեմ կարող ասում։ Բասել երկից բառեր հիշում։ Տենց իմ կյանքին չեմ վերագրում այդ մասը, որովհետև ես այդ 10%-ն է որ ասում էի ուրիշ տեղից եմ բերում 1-10%։ Չէ, այդ ակնհայտ է Երևանի մասին, համենա թե կարասը, բայց իմ կյանքին այդքան չի վերաբերում։ То есть ես չեմ գնացել, որովհետև ես չեմ կարացել, ես գնացել եմ, որովհետև ունեմ նպատակ, այս պահին ես փուլում իմ կյանքին։ Սա սպասենք մյուս տենց հետաքրքիր ալբոմի կամ EP թողարկմանը։ Դերին սրտի կողմից գներով հերթով գնում։ Մեզի շատ անկեղծ օրեկա, դուրս տենց շատ հավեսել։ Լիքը կարևոր բանից խոսացինք իրականում։ Դե լավ է, անկարևոր չէ։ Դեսի մենք հա կխոսենք, արի իջնենք էլի։ Գացենք